Ժողովուրդ ջան, բարի լույս, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հասկանալ մարդիկ միացած են եթերին, տեսնենք ձայնը, եթե ձայնը կա ասեք, շատ կարճ մի քանի բան եմ ուզում ասել, որովհետև մտածում եմ, որ անպայման պետք է ինչ-որ կերպ արձագանք ենք, մտածենք, որովհետև մտածելու շատ բան ունենք, էլի ես իմաստով։ Հասկանում եմ շաբաթ առավոտյան, մարդիկ ուզում են հանգստանան, ազատոր է, բան, և ուրեմն հասնեմ բուն թեմային։ Դուրս եմ եկել, ես ապրում եմ Ծարավ աղբյուրում, Երևան քաղաք Ծարավ աղբյուր։ Այսինքն մենք որքան հեռու ենք Նուբարաշենի, հենց հիմա, կամ գիշերը, կամ 3 ամբողջ օրը այրվող աղբավայրից։ Բավականին հեռու ենք, շատ դուրս եկա առավոտյան, ասենց բան ասում եմ, կապույտ երկինք, ընտիր եղանակ, արև, վազեմ, մի քիչ վազեմ, էլի, այսօր լողի օր չէր ինձ համար, լողի չեմ գնացել, ասի վազեմ։ Ժողովուրդ ջան, դուրս եկա ու հասկացա, որ անհնար է ամբողջ կարողությամբ, թոքերիդ շնչել եւ արտաշնչել, որովհետեւ վառվող այդ օդը, այդ վառված նյութերի, այդ տոքսիկ, որ խառնված են հիմա օդի մեջ, ամբողջ Երևանի վրա նստած է։ Ես Ծարավ աղբյուրում եմ, ես մի պատկերացնում եմ կենտրոնում, դեպի Նուբարաշեն, դեպի մյուս կողմերը ինչա կատարվում։ Նոր մարդիկ գրում էին Կոմիտասում։ Դուք էլ գրեք, արձագանքեք, հասկանանք որտեղ ինչա կատարվում։ Բայց ի՞նչն է այստեղ խնդիրն, էլի ուզում եմ խնդիրը, տեսեք, մենք միշտ բան ենք, տեղայնացվում է խնդիրը։ Կա աղբավայր, շատ հին աղբավայր է, որը այրվում է։ Ինչ ժամանակ առ ժամանակ մեկ էլ աղբավայրը այրվում է։ Առավոտյանը մարդիկ արտանում են, վայ, աղբավայրը այրվում է, վայ, էս ինչա կատարվում, մի հատ բանը այնտեղ հրշեջները գնում են, չգիտեմ, հանգցնում են, չեն հանգցնում, որքանով որ կարողանում են, մեծ, շատ մեծ աղբավայր է։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ աղբավայրի մեծ ռեֆորմ է եղել, որ պետք է աղբավայրը փակվեր։ Ամբողջ աշխարհում աղբավայրերը փող են արտադրում այդ երկրի համար։ Փող է դա։ Հայաստանում աղբավայրը դա բանա, աղետ է։ Եվ այդ ռեֆորմը, այդ ծրագիրը բնականաբար, ոնց որ բոլոր ռեֆորմները, բոլոր ծրագրերը տապալվել է այս իշխանությունների կողմից։ Ավինյանը եւ ով որ 7 տարվա մեջ քաղաքային իշխանությունը տապալել է։ Նախկին քաղաքապետերը թող խոսեն սրա մասին, ինչ ա եղել, Ավինյանը խոսում է։ Հիմա ինչ ա եղել, ասում Ավինյանը։ Ասում է այդ տվյալներ ունենք ԱԱՑ-պետը, ոստիկանապետը, պետք է զբաղվեն, խոսել եմ, զբաղվում են, որ ինչ որ մարդիկ սաբոտաժ ա էլի, աղբավայրը այրել են։ Լավ, այսինքն անդադար մեր կառավարման համակարգում ինչ որ բաներ են տեղի ունենում, որ ինչ որ մարդիկ ինչ որ բաներ անում են, որ վատ լինի մեզ համար, բոլորիս համար վատ լինի, մենք բոլորս վատ ապրենք, վատ օդ շնչենք, կործանվենք, ավարտվենք, չգիտեմ ինչ լինենք։ Այդ անդադար ինչ որ բաներ արվում։ Բայց ժողովուրդը ձևավորել է իշխանություն, որ իշխանությունը զբաղվի այդ հարցերով։ Հիմա սկսեմ ընդեղից, որ թե աղբավայրի ռեֆորմը լիներ, այն հասանելի չէ լինի մարդկանց, ովքեր որ գնում այրում են։ Իհարկե, չգիտեմ դա, ճիշտ է, սուտ է, հերթական պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու պատմություն է։ Այսինքն դուք չեք կարողանում կառավարել մի հատ աղբավայր, ինչ որ մարդիկ ըստ ձեզ այրում են, որ լինի ծուխ, սաբոտաժ են անում։ Այսինքն դուք մեղք չունեք, որ մարդիկ վառել են, դրանից է մեղքը։ Դուք մեղք չունեք, որ տապալվել է նոր աղբավայր կառուցումը։ Դուք մեղք չունեք, որ քիչ չի տապալվել, այդ աղբավայրը փող չի բերում այս ժողովրդին, փող չի բերում պետությանը։ Ոչ մի օգուտ չի տալ այդ աղբավայրը, միայն վնաս է տալիս։ Մինչդեռ ամբողջ առաջադեմ աշխարհը աղբավայրը մշակում են եւ աղբավայրը դա փող բերող բան է, փող է ինքը։ Հիմա անհնար է շնչել, օդ շնչել Երևանում։ Հետո ես մտածում, այդ մտածմունքների մեջ եմ, արդեն տուն եմ վերադառնում, որտեղ ոչ կարամ վազեմ, ոչ կարամ մարզանք անեմ, ոչ մի բան չեմ կարող անել, պատանները փակել եմ տանը, դες նստած եմ։ Հիմա ուզում եմ մտածում եմ, ասեմ լավ, ինչ որ մարդիկ կարող է եւ այրել են, բայց եթե ինչ որ մարդիկ չեն էլ այրել, աղբավայրը ինչի է հասանելի մարդկանց, կամ ինչի անընդհատ ինքը այրվում միշտ։ Այդտեղ խնդրեմ կա, չէ։ Դու իշխանություն ես 8 տարվա իշխանությունը, 8 տարվա։ Լավ պատերազմ եղավ, պտիլներ, բան։ Ռուսները մեզ չեն սիրում, հասկացանք լավ։ Թուրքերը բանել մեր լավ չեն, որովհետև Արադ լեռը մենք ոնց որ պաշտում ենք դրա համար։ Արա աղբավայրը քիչ եք կարողանում կառավարել։
Աղբավայրը ինչի համար չեք կարողանում կառավարել։ Դուք ովքեր եք ընդհանրապես, ինչի համար կաք դուք։ Աբսուրդ է, ժողովուրդ, հասկանում եք դուք գնացեք ձևավորել եք իշխանություն, ասենք Ավինյան Տիգրանը դա Երևան քաղաքի քաղաքապետ, ասենք մարդ, որը 10 մարդ չի կարող ղեկավարի։ Երևան ամբողջ Երևան քաղաքի քաղաքապետ եք դրել։ Դուք բոլոր, ես Երևանում չեմ էլ ընտրում եք ժամանակ, Վանաձորի գրանցումով եմ։ Դա սաղ մի կողմ էլի, ասենք, ընտրել եք ձեզ քաղաքապետն է, մեր քաղաքապետն է։ Մտնեք ում եք ընտրել քաղաքապետ։ Մտնեք ովքեր են այդ աշխատողները, ինչ են անում այդ մարդիկ։ Դե ոնց մենք ջղայնանում ենք, նավթայնանում, վայ այս հարցը ճիշտ չի, սխալ է։ Ժողովուրդ ջան, կարանք մյուս ընտրություններում նայենք դրանք ում ենք ընտրում։ Ով է, ինչ կարանի այդ մարդը։ Բացի փող աշխատել, ուրիշ ինչ կարանի, սա իր համար։ Բացի իր համար, որ ինքը փող աշխատի։ Մեկ է իր ընկերները փող աշխատեն, լավ ապրեն։ Մեկ է իրանց թիմակիցները։ Ուրիշ ինչ կարանի, ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ինչ կարանի։ Երևանի բնակիչների համար ինչ կարանի։ Ինչ ռեֆորմ կա, որ եղել է։ Ինչ մի հատ ռեֆորմ ասեք։ Ամեն օր IT-ից է, չէ՞ խոսում։ Առավոտները որ գնում եք աշխատանքի, տեսել եք, որ պարեկային ծառայության մեր պարեկները, գիտեք, պարեկները դա գայիշնիկներ չեն, ժողովուրդ։ Պետավտոտ տեսուչներ չեն։ Պարեկները դրանք ունիվերսալ ոստիկաններ, որոնք հանցագործ կարող բռնեն, բազմաթիվ լիազորություններ ունեն։ Միայն մեքենա կանգնացնող չեն։ Այդ իմաստով ուզում եմ այդ բացատրեմ։ Պարեկային ամբողջ ծառայությունը բոլոր խաչմերուկներում բան անում։ Շվացնում է, որ դու գնա, դու կանգնի, այս կողմը գնա, այն կողմը կանգնի, այն կողմը գնա։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում սվետաֆորները արհեստական բանականությամբ կամ հայերը ոնց է սվետաֆորը, չի, միական չի։ Արհեստական բանականությամբ իրանք տեսնում են կամերաներով, որտեղ մեքենան շատ է, որտեղ քիչ է, համապատասխան տեղը շատ է պահում կարմիրը, որտեղ պետք չի, քիչ է պահում, կանաչաբացում եւ անցնում են եւ ամեն ինչ կարգավորված է։ Փողոցներում չեք տեսնի, պարեկները զբաղվեն դրանով։ Մեկ իրիկունը բանի, խցանումների ժամանակ, մեկ առավոտյան խցանումների ժամանակ, կամ ամբողջ օրը։ Այսինքն մենք միլիարդավոր դրամներ ենք ծախսում, որ մեր պարեկները, ովքեր պետք է հանցագործություն բացահայտեն, հանցագործություն կանխեն, լավ չբացահայտեն, կանխեն, հսկեին, բան անեն, այդքան մարդ սվետաֆոր աշխատում։ Մի երկրում, որտեղ բանը IT-ին, այո, մեր տեխնոլոգիաները, մեր բարձր տեխնոլոգիաները, դա մեր բարձր տեխնոլոգիաների նախարարի դեմքին նայեք։ Ում ենք դրել մենք բարձր տեխնոլոգիաների նախարար։ Ոնց կար այդ մարդինի բարձր տեխնոլոգիաների նախարար։ Ոնց կարա լինի։ Նույնիսկ ոնց կա Ավինյանը մի Երևան քաղաքի քաղաքապետ։ Նայեք մարդկանց, տեսեք ում եք հանձնել երկրի կառավարումը ու հասկացեք։ Ու տեսեք ինչ է։ Ու այս ամեն ինչի պատասխանատու ոչ թե այդ մարդիկ են։ Ավինյանն է չի մեղավոր։ Այդ մխիթարն է չի մեղավոր։ Ոչ մեկ։ Իրանց այդտեղ նշանակողն է մեղավոր, ում անունը Նիկոլ Փաշինյանը։ Կասեն, արա աղբը վառել են դե մի բան, բերեց կապեց Նիկոլ Փաշինյանի, շորջան կապ ունի այդ ամեն ինչը։ Կապ ունի այդ ամեն ինչը կապ ունի, ում հետ կապեմ։ Ում հետ կապեմ, Ալիևի հետ կապեմ։ Ես երբեք չեմ խոսում էլի կենցաղային հարցերով, բանով, չգիտեմ, իմ խոսակցությունը իմ ժողովրդի հետ ուրիշ թեմաների մասին է։ Դեպի մարդիկ պետք է հետևություն անեն ամեն օր այս կատարվողի մասին, թե չէ։ Պետք է հետևություն անեն, որ իրանց ամեն օր խաբում են, թե բա տեխնոլոգիաները, IT-ին, մենք զարգանում ենք, մենք առաջ ենք գնում, մենք բան, հիմա նայեք էսա 500 միլիարդ դոլար է ներդրվում Հայաստանում, արհեստական բանակ, դուք պարեկների սվետաֆոր եք սարքել, ախպեր, ինչի չեք խոսում, ինչ եք պատմում մարդկանց, ում եք ապուշի տեղ դրել, դուք աղբը չեք կարանում կառավարել, աղբը, մի միլիոն մարդ հենց հիմա այս օդից խեղդվում է, միլիոնից ավել մարդ, հարակից շրջաններն է ձեզ նվեր, ու դուք ինչ եք ուզում, ինչ եք ասում, էլի, եթե վառել են, էլի ձեր մեղքն է, եթե չեն վառել, ձեր մեղքն է, այդ աղբավայրը, որ այդ տեսքով կա, ձեր մեղքն է, բա 8 տարում այդ աղբավայր չեք կարում կառավարել, բոլորը մեղավոր են, բացի ձեզանից, սաբոտաժ են անում, ինչ որ ուժեր են եկել, բան, չեն թողում, չեն ուզում ես երկիրը շնչի, դուք չեք թողում շնչի, դուք չեք ուզում շնչի ես երկիրը, չեք թողում շնչի, չեք կարող նենց անել, որ շնչի, չեք կարող նենց անել, որ դզվի մի բան, ոչ մի բան դուք չեք կարող անել, ոչ մի բան, մենակ կարակ ուտեք, խմեք, քեֆ անեք, ուրիշ ոչ մի բան դուք չեք կարող անել, էդ էլ հենց անում եք, ամեն առիթով մի հատ բան գտնեք արդարանաք, էլ ինչ օրինակ բերեմ, բարձր տեխնոլոգիաների մասին, բարձր տեխնոլոգիաները Հայաստանում բանը
Արհեստական բանականությունը, բան մենք այնտեղ բանը Վագն Խաչատուրյանը արհեստական բանականությունից է խոսում։ Երևի գնացել եք ձեր Սևանի դաչեքում լրված եք, մեր ժողովուրդն այս 1 միլիոն ժողովուրդ տեղ էսօթը շնչում է, ձեր արարքի պատճառով, ձեր ոչ կոմպետենտ կառավարման պատճառով, ձեր խայտառակություն լինելու պատճառով։ Չգիտեմ էլ ինչ բառեր գտնեմ, էլ ինչ ասեմ։ Զուտ ուղղակի ուզում եմ զայրույթ ես, որպես քաղաքացի հայտնեմ, ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ որպես իրավաբան, չէ որպես քաղաքացի, որ ուզում էր առավոտը վազեր, ուզում էր առավոտը վազեր, մի քիչ տենց մաքուրոտ բան Փողվեք դուք, սիրելի հայրենակիցներ, կարող ենք դուք, կարող ենք մենք բոլորով վերջապես հետևություն անել, լավ 8 տարի լրանում այս մարդկանց, կարանք պրսնենք իրանցից, որ ձև չկա, լավ, ասենք, պետք է կոտորվենք, չեմ հասկանում, որ ասենք արձանագրենք, որ չէ իրանք էին մեղավոր, ինչ պետք է լինի էլի, որ արձանագրենք, որ իրանք են մեղավոր, խելագարվելու բան է սա։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ինչ ասեմ, թե կարաք լավ շաբաթ օր ունեցեք, հուսով եմ փորձեք, ոնց կարաք ունեն, չգիտեմ, փորձեք ունենալ լավ շաբաթ օր Երևան քաղաքում, եթե տենց հնարավորություն կա։ Աստված հեռու պահի մեզ այս փորձանքից, այս փորձանք են իրանք, փորձանք, անեծք, մեկ ասեմ, որ սա անեծք է, Միքայել Սրբազանը մի անգամ ասավ, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր ամեն իշխանություն Աստծուց է, ասում էր, հա, ճիշտ է ասում, բայց այս պահին այս իշխանությունը, որ Աստծուց տված, անեծք է, անեծք է այս։ Պետք է անեծքից պրծնել։ Էս է իմ ամփոփումը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք։